Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր անկեղծությամբ, հերթական անգամ հետաքրքիր հրապարակմամբ է ներկայացել։ Այս անգամ նոր հետևորդներին թույլ է տվել ներկա գտնվել իր եւ մայրիկի ջերմ առօրյային, որը լի է եղել խոհանոցային իրարանցումով եւ անկեղծ ծիծաղով։ Ռոզան հրապարակել է հոլովակ, որտեղ մայրիկի հետ համատեղ ուտեստ են պատրաստում, սակայն հոլովակի կարևոր մասը ոչ թե բաղադրատոմսն էր, այլ նրանց միջև եղած հումորային երկխոսությունը։ Ռոզայի մայրիկը, ով հայտնի է իր սրամուտությամբ, կատակել է դստեր հասցեին, նշելով, որ Ռոզան սկեսուրի հետ ավելի շնորհքով եւ հարգանքով է խոսում, քան իր։ Մամ, հետո ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես գցեմ մեջ։ Ասում Մարիա, քուրիկվա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Դե ասա հետո։ Դերասանուհին անարձագանք չի թողել մայրիկի կատակը եւ հումորով նշել է սկեսուրի Մարիայի ինստագրամյան էջը, դրանով իսկ եւս մեկ անգամ փաստելով ընտանիքում տիրող թեթև եւ ջերմ մթնոլորտը։ Ռոզա Դավթյանի համար մայրը ունի առանձնահատուկ նշանակություն։ Հորմայից հետո հենց մայրն է եղել նրա հիմնական հենարանը եւ ուժի աղբյուրը։ Թեև Ռոզան արդեն սեփական ընտանիք ունի, նա շարունակում է պահպանել եւ փայփայել մոր հետ ունեցած սերտ եւ ջերմ կապը։ Մայրը միակ մարդն է, ով կողքին է եղել ամենադժվար պահերին, հաճախ է իր հարցազրույցներում նշում դերասանուհին։ Հարկ է նշել, որ Ռոզան կարողացել է ներդաշնակություն գտնել ոչ միայն հարազատ մոր, այլև ամուսնու ընտանիքի հետ։ Նա բազմիցս կիսվել է լուսանկարներով, որոնք ապացուցում են, որ ամուսնու հարազատները նրան ընդունել են որպես հարազատ դուստր։ Ռոզայի եւ մոր այսօր հոլովակը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ընտանեկան երջանկության գաղտնիքը հումորի եւ փոխադարձ սիրո մեջ է։ Դե ինչ մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնենք հետագա զարգացումները։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։